Ուսումնական տարվա սկզբին 6-րդ դասարանի դասղեկը կանգնած էր իր նախկին 5-րդ դասարանցիների առջև։ Նա նայում էր երեխաներին եւ ասում, որ բոլորին հավասարապես սիրում է եւ ուրախ է տեսնել նրանց։ Դա մեծ սուտ էր, քանի որ առջևում նստած էր մի տղա, ում ուսուցչուհին չէր սիրում։ Ինչպես նրա, այնպես էլ մյուս աշակերտների հետ նա ծանոթացել էր անցած ուսումնական տարում։ Դեռ այն ժամանակ ուսուցչուհին նկատել էր, որ նա չի խաղում իր համադասարանցիների հետ, մշտապես դպրոց է գալիս կեղտոտ հագուստով եւ վրայից էլ վատ հոտ է գալիս։ Ժամանակի ընթացքում ուսուցչուհու վերաբերմունքը նրա հանդեպ վատանում էր։ Երբեմն նա ցանկանում էր պարզապես կարմիրով ընդգծել տղայի բոլոր գրավոր աշխատանքները եւ մեկ նշանակել։ Մի անգամ տնօրենը հանձնարարում է ուսումնասիրել եւ վերլուծել բոլոր աշակերտների բնութագրերը եւ ուսուցչուհին կատարելով հանձնարարությունը իր չսիրած աշակերտի գործը թողնում է վերջում։ Վերջապես, երբ նրա հերթն է հասնում, ուզած-չուզած սկսում է ուսումնասիրել եւ ապշահար է լինում։ Տղայի առաջին դասարանի ուսուցչուհին գրել էր. «Փայլուն երեխա է, պայծառ ժպիտով, մաքուր եւ կոկիկ կատարում է տնային հանձնարարությունները։ Մեծ հաճույք ենք ստանում նրա հետ շփվելիս»։ Երկրորդ դասարանի ուսուցչուհին գրել էր. «Գերազանց աշակերտ է, ում սիրում ու գնահատում են ընկերները, բայց նա խնդիրներ ունի տանը։ Նրա մայրիկն անբուժելի հիվանդություն ունի եւ պայքարում է մահվան դեմ»։ Երրորդ դասարանի ուսուցչուհին նշել էր. «Մոր մահը շատ ծանր հարված է հասցրել երեխային։ Նա փորձում է լավ սովորել, բայց հայրն ընդհանրապես հետաքրքրված չէ երեխայի ուսումնական առաջադրությամբ, ինչը կարող է ազդել ուսման վրա, եթե ոչինչ չձեռնարկվի»։ Չորրորդ դասարանի ուսուցչուհին գրել էր. «Տղան անպարտաճանաչ է, հետաքրքրություն չունի ուսման նկատմամբ, ընկերներ կարելի է ասել չունի եւ հաճախ դասերի ժամանակ քնում է»։ Բնութագրերը կարդալուց հետո ուսուցչուհին ամաչում է։ Եվ ահա օրեր անց ծննդյան տոներին բոլոր աշակերտները մոտենում են ուսուցչուհուն, ձեռքներին ժապավեններով ու փայլուն թղթերով փաթեթավորված նվերներ։ Չսիրված աշակերտի նվերը փաթեթավորված էր կոպիտ շագանակագույն թղթով։ Երեխաներից ոմանք սկսում են ծիծաղել, երբ ուսուցչուհին փաթեթից հանում է ապարանջան, որի վրայի քարերը կիսով չափ թափված էին, եւ օծանելիք, որի մեծ մասն արդեն օգտագործված էր։ Ուսուցչուհին, սակայն, սաստում է աշակերտներին բացականչելով «Ինչ գեղեցիկ ապարանջան է», ապա բացում է օծանելիքն ու մի փոքր փչում դաստակին։ Այդ օրը տղան դասերից հետո մոտենում է նրան եւ ասում. «Այսօր ձեզանից այնպիսի հոտ է գալիս, ինչպես իմ մայրիկից»։ Տղայի այս խոսքերը ստիպում են ուսուցչուհուն երկար նստել դասասենյակում եւ լուռ արտասվել։ Այդ օրվանից նա դադարում է պարզապես լինել մաթեմատիկայի ուսուցչուհի, սկսում է սովորեցնել բարություն, սեր, հանդուրժողականություն։ Այսպիսի ուսուցումից որոշ ժամանակ անց այն չսիրված աշակերտն իրեն սիրված է զգում եւ կարծես վերադառնում է կյանք։ Ուսումնական տարվա վերջին նա դառնում է լավագույն աշակերտներից մեկը։ Մեկ տարի անց, երբ ուսուցչուհին արդեն մեկ այլ դասարանի դասղեկ էր, դռան տակից գտնում է մի նամակ, որտեղ տղան գրում էր, որ նա իր կյանքում եղած բոլոր ուսուցիչներից լավագույնն է։ Անցնում է եւս 5 տարի, ստանում է եւս մի նամակ, որտեղ տղան պատմում է, որ ավարտել է քոլեջը բարձր առաջադիմությամբ եւ որ նա շարունակում է մնալ իր կյանքում լավագույն ուսուցչուհին։ Անցնում է 4 տարի եւ ուսուցչուհին եւս մի նամակ է ստանում, որտեղ նախկին աշակերտը գրում է, որ չնայած բոլոր դժվարություններին, շուտով ավարտում է համալսարանը լավագույն գնահատականներով եւ հաստատում, որ նա դեռ իր կյանքում եղած լավագույն ուսուցչուհին է։ Եվս 4 տարի եւ եւս մեկ նամակ։ Այս անգամ նա գրում է, որ համալսարանն ավարտելուց հետո
որոշել էր ընդլայնել իր գիտելիքների մակարդակը, ինչի արդյունքում այժմ նրա անվան եւ ազգանվան դիմաց գրվում է դոկտոր բառը։ Վերջում էլ չի մոռանում ավելացնել, որ նա իր կյանքում եղած բոլոր ուսուցիչներից ամենալավագույնն է։ Ժամանակն անցնում է, հերթական նամակներից մեկում նա պատմում է, որ իր հայրը 2 տարի առաջ մահացել է, իսկ ինքը հանդիպել է մի աղջկա եւ պատրաստվում է ամուսնանալ։ Նամակի հետ նաև հարսանիքի հրավիրատոմսն է լինում։ Հարսանիքի օրն ուսուցչուհին կրում է այն նույն հնամաշ ապարանջանը եւ օծվում այն նույն օծանելիքով, որ տղային հիշեցնում էր իր մորը։ Նրանք հանդիպում են, ողջագուրվում եւ տղան հարազատ բույր է զգում։ Շնորհակալություն ինձ հավատալու համար, շնորհակալություն, որ օգնեցիք ինձ անհրաժեշտ եւ կարեւոր զգալ, որ սովորեցիք տարբերելը լավը վատից, հուզված արտաբերում է նա։ Իսկ ուսուցչուհին արտասվելով պատասխանում է. սխալվում ես, այդ դու սովորեցիր ինձ այս կյանքում ամեն բան, ես չգիտեի ինչպես կրթել, մինչև չծանոթացա քեզ հետ։ Սիրելի ունկնդիրներ, այս պատմությունը լսելով եկեք խրատ առնենք, որ ժամանակից շուտ չդատենք, այլ մտնենք մարդկանց դրության մեջ, հասկանանք նրանց իրավիճակը եւ օգնենք կողմնորոշվել այս կյանքում։ Ինչքան մեզանից է կախված, եկեք օգնենք մարդկանց, որպեսզի նրանք չկործանվեն, եւ Աստված ամեն բան տեսնելով մեզ կհատուցանի մեր բարի գործերի դիմաց։ Առաջարկում եմ, երբ որ բաժանորդագրվեք մեր ալիքին, անպայման սեղմեք այս նշանի վրա, որ ունենա այս տեսքը, սա նրա համար է, որպեսզի բաց չթողնեք մեր նոր տեսանյութերը։